իրանք ո՞ր բաղկանալու։ Ձեզ լիարժեք Հայաստանի Հանրապետության քաղաքացի զգում եք։ Այո, լիարժեք։ Ես, այո, տոն է։ Ես Ռուսաստանից թող եկել եմ նրա համար, որ 35 տարի ապրել եմ Մոսկվայում եւ հիմա եկել եմ արդեն Հայաստան, ու չեմ գնում, որովհետեւ ես տեսնում եմ ինչքան ստեղ հաճելի է ապրելը։ Ինչով եք զբաղվում Հայաստանում, ո՞րն է ձեր։ Հայաստանում Ազիջան, ես ոչ մի բանով հիմա առայժմ չեմ զբաղվում, բայց ես կարող եմ ամեն վայրկյան զբաղվեմ իմ գործով։ Ես լիքը մասնագիտություններ ունեմ, որ կարող եմ լյուբոյ պահի բացեմ, աշխատեմ ու իմ աշխատավարձը վայելեմ։ Ես աշխատանքից չեմ դժգոհում, ես աշխատանքը իմ համար դա պրոբլեմ չի, ես զբաղված եմ հիմա իմ երեխաներով, որտեղ լրագրողները, որտեղ իրանց պետքա կտրում են, ոչինչ, ինձ չի խանգարում, որտեղ միգուցե դուք չեք կտրում, ուրիշն է կտրում, բայց շատերը, որ խոսացնում են, կեսը կտրում են, որտեղ որ իրանց պետքա թողում են, դրա համար էլ քիչ առաջ այստեղ նաև ձեզ նման կանայք են, ովքեր ամեն դեպքում ես 3-4 անգամ հանդիպեցի, Ռուսաստանից են եկել, ասում են մենք չենք կարող այստեղ գալ ապրել, որտեղ այնտեղ տնավորվել ենք, ապրում ենք, չեն կարող վերադառնալ։ Ինձ հարցրեք էլի։ Գիտեք, այնտեղ լիքը մարդիկ կան, որ ինչպես եմ հարմարվում, դուք ինչպես եք ստեղ հարմարվում, կներեք։ Նայեք, 35 տարի, 40 տարի այնտեղ ապրող գալ միանգամից ապրել։ Երբ որ պարոն Քոչարյանը, դաժե Քոչարյանը, չէ, դաժե Լևոնը հələ դեռ կար, արդեն քանդվեց ամեն ինչ։ Սկսվեց Սումգայիթի պատերազմները, ու ես այդ թվին թողեցի գնացի։ Նկատի ունեք Արցախյան շարժումը։ Արցախյան, շարժումը սկսվեց ու ես թողեցի գնացի։ Ես վերադարձել եմ հեսա 9 ամիս, մի տարի կլինի շուտով։ Իսկ մեղավոր չեք զգում, որ Արցախի համար ոտք էին կանգնել, պայքարում էին։ Գիտեք, չեխի պետք է ես մեղավոր ինձ զգամ։ Արցախը ես եմ տվել, թե ես եմ ստեղծել, որ մեղավոր ինձ զգամ։ Ես մեղավոր չեմ զգում ինձ, երբեք ու չեմ էլ զգա ինձ։ Ես հարգում եմ Արցախի ժողովրդին, իրանք մեզ նման մարդիկ են, իրանք մեզ նման հայեր են, ես հարգում եմ իրանց, ես շատ մտերիմներ ունեմ, ծանոթներ ունեմ, որ շատ լավ մարդիկ են եւ դրա հետ մեկտեղ կան շատ վատ մարդիկ, բայց հարցը դրանում չի, հարցը նրանում է, որ իրանց գլխավոր, իրանց պարլամենտը, կարելի այդպես ասել, որ իրանք են քանդել Ղարաբաղը իրանց։ Հայաստանից ոչ մեկ մեղավոր չի, որ իրանք քանդել են, իրանք կողե փախ եկել են, հիմա ինչ որ մեկը պիտի մեղավոր իրան զգա, ինչի համար։ Երբ ասում եք փախել են, մնային այնտեղ 23 ցեղասպանվեին։ Բա ուզում եք Արցախ պահեք։ Ինչի անպայման մեր տղաները պետքա գնային անպայման մեռնեին։ Մեր հայ տղաները սա գնացին այնտեղ մեռան։ Մեր հայ Հայ Արցախից զոհվածներ էլ կան, Հայաստանից զոհվածներ էլ կան, Արցախում էլ կան լիքը վատ մարդիկ, Հայաստանում էլ կան լիքը վատ մարդիկ։ Գիտեք, ասում վիզի есть, գիտեք, եւ շուն եւ մարդ եւ վատ բարի եւ չար։ Դուք Ադրբեջանի հետ խաղաղ ապրելու հնարավորություններ տեսնում եք, հավատում եք։ Գիտեք, այն թվերին խաղաղ ապրեք Ադրբեջանում։ Այն թվերին խաղաղ չէին ապրում ժողովուրդը։ Չգիտեմ, ես այդքան մեծ չեմ։ Հա, դե ես ապրել եմ։ Հենց մեզի հարևաններ ունեինք, որ շատ բարի էին, շատ լավ էին։ Եվ մի բան հիշեք միշտ, որ այս ամեն ինչը սովորական ժողովուրդը չի անում։ Սովորական ժողովուրդը, թե Հայաստանը, թե Ադրբեջանը, թե ինչ որ ուրիշ մի երկիր, հիմա Իրանը, սովորական ժողովուրդը չի ուզում պատերազմ։ Այդ պատերազմը պոլիտիկան է, վերխուժկեքն են ուզում, սովորական ժողովուրդը երբեք չեն ուզում։ Հա? Ալիևը նկատի ունեք։ Դե Ալիևը միշտ էլ, ասենք այն ժամանակները Արցախի համար պատերազմ է արել։ Արցախի համար կռիվ արել, որ Արցախը վերցնի։ Ալիևին հաջող հայտարարություններին Ազիջան, գիտեք, Ալիևը մի կողմ դրած, ես Ալիևի մասին ոչինչ չեմ ուզում ասել, դա իմ գործը չի, դա պետական հարցեր է, որը որ ես երբեք չեմ մտնի դրա մեջ, բայց որպես սովորական ժողովուրդ ոնց որ մենք ենք, այնտեղ էլ լիքը մայրեր կան, ծնողներ կան, որը որ իրանք չեն
ուզում իրանց երեխաները մեռնեն։ Ոնց որ մենք չենք ուզում, նրանք էլ չեն ուզում, հասկանում եք, դուք մայր եք, դուք ուզեք ձեր երեխան գնա մեռնի։ Ուզեք, չեք ուզի, ճիշտ է։ Նույնը իրանք չեն ուզի։ Պոլիտիկան մի բան է, սովորական ժողովուրդը դա լրիվ ուրիշ բան է։ Լրիվ ուրիշ բան է։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ, ձեզ հայր։ Ձեզ